Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Թող Աստծո շնորհը, խաղաղությունը, սերը, լույսը ծածկի մեզ։ Հայր Աստված, քո շնորհով ծածկի մեզ, Տեր։ Լցրու մեզ Սուրբ Հոգով, հպվի մեր սրտերին։ Տեր, բացի մեր հասկացողության աչքերը, բացի մեր հոգևոր աչքերը։ Տեր, թող կույր չմնանք, թող խափնված չմնանք։ Դու ես, որ ձգում ես մեզ դեպի Քրիստոսը, Տեր, խնդրում եմ, արա քո բարի գործը մեր սրտերում։ Եվ այսօրվա հռոմեացիների բացատրությունը, Տեր, դու հասցրու մեր սրտերին քո զորությամբ, քո ամենակարողությամբ, քո ողորմությամբ եւ գթությամբ։ Եվ թող մեր կյանքերը դառնան դեպի քեզ, Տեր։ Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Երեկ խոսեցինք այն մասին, որ ավետարանը մեր մեջ ծնում է հնազանդություն առ Հիսուս Քրիստոս։ Եթե մեր մեջ չկա հնազանդություն առ Հիսուս Քրիստոս, պատճառը կարող է լինել նա, որ մենք լսել ենք կեղծ ավետարանը, ընդունել ենք կեղծ ավետարան, եւ որ ավետարանի կեղծումը տեղի է ունենում հիմա եւս եկեղեցիներում եւս, եւ որ մենք պարտավոր ենք իրար պատասխանատու պահել ավետարանի համար, որ մեզանից ոչ մեկը լինի քահանա, թե սովորական հավատացյալ, զոհ չդառնա կեղծ ավետարանին, որտեղ կեղծ ավետարանը ոչ միայն ավետարանն է կեղծվում, այլ կեղծվում է մեր փրկությունը եւ մեր աշակերտությունը Հիսուս Քրիստոսին։ Եվ շարունակում էր ասելով նաև, որ ավետարանը Հիսուս Քրիստոսի անվան համար է բոլոր ազգերի մեջ, այսինքն ավետարանը նախատեսված է տարածվելու բոլոր ազգերի մեջ, դա միայն մի քանի ազգի համար չէր, եւ Հիսուսի եկեղեցին ամեն հավատացյալ հիմնական պատասխանատվությունը այն է, որ գնանք ազգերի մեջ ու քարոզենք ավետարանը։ Սա մեզ համար կոնկրետ չի նշանակում, որ բոլորը պետքա միսիոներներ դառնան, ամեն մեկը իր տունն ու տեղը թողնի, վեր կենա գնա ուրիշ ազգերին քարոզելու։ Ամեն երկրում այլազգիներ են ապրում։ Մեր շուրջ բոլորը այլազգիներ են։ Մեր պատասխանատվությունն է, մեր գործն է այդ մարդկանց, որտեղ որ դու ես գտնվում, քարոզել։ Եթե քո շուրջը այլազգիներ չկան, քարոզի քո ընտանիքին, պատմի քո ընկերոջը, պատմի քո գործակցին եւ այլն, այսինքն Աստված ամեն մեկիս համար ցանքի եւ աշխատանքի դաշտ է տվել։ Եվ որպես հավատացյալ մենք պարտավորություն ունենք դա անելու, որտեղ փրկությունը դա օրհնություն է, դա նվեր է եւ ստացված օրհնությունն ու նվերը դու պիտի նաեւ կիսես ուրիշների հետ, որտեղ շրջապատի մարդիկ կործանվում են։ Հիմա անցնենք Հռոմեացիների նամակի առաջին գլխի 6-րդ համարին, որտեղ ասվում է. դուք եք նրանցից, քանի որ ձեզ կանչեց Հիսուս Քրիստոսը։ Նախ ասեմ, որ կներեք այս բացատրությունը ըստ իմ հովիվ Էբո Էսելի է, որպեսզի իմանաք, որ ես սա ընդամենը թարգմանել եմ։ Պողոսը ընդգծում է, որ Հռոմի եկեղեցու հավատացյալները կանչված էին պատկանելու Հիսուս Քրիստոսին։ Նշանակում է, որ դու էլ, ես էլ, եթե քրիստոնյա ես, կանչված ես պատկանելու Հիսուս Քրիստոսին։ Իսկ ով է մեզ կանչում։ Կանչողը Հիսուս Քրիստոսն է։ Ոչ ոք չի կարող գալ Հայր Աստծո մոտ, եթե ոչ ինձանով, ասաց Հիսուսը։ Եվ Հիսուսը նաև ասում է, որ ոչ ոք չի կարող գալ իմ մոտ, եթե Հայր Աստված այդ մարդուն չձգի դեպի Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն ոչ ոք չի կարող փրկվել, եթե Աստված չընտրի նրան։ Փրկությունը մեր ընտրությունը չէ։ Փրկությունը Աստծո ընտրությունն է։ Դրա համար էլ Աստվածաշունչն ասում է, որ մենք փրկված ենք Աստծո շնորհով հավատքի միջոցով։ Փրկությունը դա Աստծո նախաձեռնությունն է, դա Աստծուց տրված պարգև է։ Իսկ մենք
արձագանքում ենք նրա կանչին։ Ուրեմն հասկանում ենք, որ Պողոսը ընդգծում է, որ Հռոմի եկեղեցին կանչված էր Հիսուս Քրիստոսի կողմից։ Նրանք կանչված էին Հիսուս Քրիստոսին պատկանելու համար։ Ու եթե դու, ես կիսում ենք ավետարանը որևէ մեկի հետ, պետք է ներառենք այս կարևոր տեղեկությունը։ Երբ Քրիստոսը որևէ մեկին կանչում է, նա քեզ պարզապես ընդհանուր կերպով չի կանչում, նա քեզ կանչում է բացառապես իրեն ու միայն իրեն պատկանելու համար։ Եթե դու քեզ քրիստոնյա ես համարում, ուրեմն դու կանչվել ես բացառապես Հիսուս Քրիստոսին ու միայն Հիսուս Քրիստոսին պատկանելու համար։ Հետևաբար, եթե հիմա քրիստոնյա ես, դու պատկանում ես Հիսուս Քրիստոսին։ Այն ամենը, ինչ դու ես, այն ամենը, ինչ ունես, պատկանում է Հիսուս Քրիստոսին։ Հարցը այն է, արդյոք դու ու ես այդպես ենք տեսնում մեզ։ Տեսնում ես քեզ որպես մեկը, ով պատկանում է Քրիստոսին։ Մենք կանչված ենք պատկանելու Քրիստոսին, որտեղ նա մեզ գնեց իր արյունով։ Նա իր արյունով վճարել է մեր փրկագինը։ Գիտակցում ես, որ Քրիստոսը քեզ եւ ինձ գնեց իր արյամբ։ Եվ Քրիստոսը Աստված է, արարիչը, ուստի մենք նրան ենք պատկանում երկու հիմքով՝ ստեղծման իրավունքով եւ փրկագնման իրավունքով։ Այսինքն այն փաստը, որ նա է մեզ արարել, մենք արդեն իրեն ենք պատկանում, իսկ քրիստոնյաների համար երկրորդ պատկանելիությունը կա, այն, որ իր արյունով գնեց մեր կյանքը, փրկագնման իրավունքով։ Ահա թե ինչու մենք պարտավորություն ունենք ապրել Հիսուս Քրիստոսի համար։ Քրիստոսի համար չապրելը հակասում է ավետարանին։ Այսինքն, եթե մենք ապրում ենք ինքներս մեզ համար եւ ոչ թե Հիսուս Քրիստոսի համար, մենք հակասում ենք ավետարանին։ Եվ դրա համար Պողոսը Հռոմեացիների առաջին համարի 6-րդ խոսքում հստակ ընդգծում է, որ նրանք կանչված էին պատկանելու Հիսուս Քրիստոսին։ Նրանք կանչված էին պատկանելու Հիսուս Քրիստոսին, եւ սա չի վերաբերում միայն Հռոմի հավատացյալներին, այլ սա բոլոր հավատացյալների մասին է։ Բոլոր նրանց մասին, ովքեր իրենց ասում են ես քրիստոնյա եմ։ Ինչպիսի կլիներ մեր կյանքը, եթե մենք ապրեինք այն գիտակցությամբ, որ պատկանում ենք Քրիստոսին։ Ես նկատի ունեմ, ինչ ապահովության զգացում կունենայինք մենք, իմանալով, որ պատկանում ենք Քրիստոսին։ Եվ մեր ապահովության զգացումը որոշվելու է նրանով, թե ով է Հիսուս Քրիստոսը։ Աստվածաշունչը Հայտնության գրքի 1-ում ասում է, որ նա երկրի թագավորների թագավորն է, թագավորների իշխանն է։ Եթե մենք իսկապես պատկանում ենք Քրիստոսին, մենք պիտի վախ չունենանք կամ չպետք է ունենանք այդ վախը։ Բանը նրանումն է, մենք ոնց որ ավետարանի ճշմարտությունը չենք կարողանում ընդունել։ Հռոմեացիների նամակի 8-րդ գլխում Պողոսն ասում է. ինչը կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց։ Պատկանելու զգացումը նաև կապված է Հիսուս Քրիստոսի հետ հարաբերություն ունենալու հետ։ Հիսուս Քրիստոսը քեզ եւ ինձ իր սիրով է ձգել դեպի իրեն։ Երբ մենք ապրում ենք այն գիտակցությամբ, որ պատկանում ենք Քրիստոսին, վախը հեռանում է մեր սրտերից։ Գուցե դա անմիջապես տեղի չի ունենում, բայց Աստված ասում է սիրո մեջ, վախի մեջ սեր չկա։ Վախը, այդ կարգի վախը, դիվային բան է։ Դրա համար, երբ որ մենք ընդունում ենք, որ մենք պատկանում ենք Հիսուս Քրիստոսին, այդ վախը մեր սրտերից հեռանում է։ Որտեղ մենք սկսում ենք հասկանալ, որ ոչ ոք երբեք չի կարող անել որևէ բան Աստծո կամքից եւ նպատակից դուրս։ Մենք կարող ենք նաեւ մտածել, թե ով է Հիսուս Քրիստոսը։ Քրիստոսը Աստված է, նա գերիշխան է,
Մենք պետք է թույլ տանք, որ այս ամենը հաստատվի մեր մտքերում։ Աստված կարող է ամեն բան գործել մեր բարօրության համար, որովհետև նա Աստված է։ Աստծուց դուրս ոչինչ չկա։ Եվ եթե մենք պատկանում ենք Հիսուս Քրիստոսին, ապա ինչպես Եբրայեցիների գրքում է ասվում, ինչ կարող է մարդն անել մեզ։ Սա չի նշանակում, որ մարդը մեզ վատություն չի անի, մեզ հիվանդություն չի գա, չգիտեմ, մեզ չեն սպանի, չեն խփի, չեն վիրավորի, դա չի նշանակում, բայց նշանակում է, որ եթե դու ամենակարող Աստծուն ես պատկանում եւ նա գնել է քո կյանքը ապահով է նրա ձեռքում, այս աշխարհում քեզ ինչ էլ անեն, քո հավիտենական կյանքը ապահով է Հիսուս Քրիստոսի ձեռքերում։ Եվ անգամ այս կյանքում երբեք մեզ ոչինչ չի պատահում Աստծո կամքից դուրս, իսկ այն ինչ պատահում է մեզ հետ, դա մեզ զտելու ոսկուց առավել մաքուր հաստատուն հավատքի մարդիկ դարձնելու համար է։ Երբ մենք ապրում ենք Քրիստոսին պատկանելու հասկացողությամբ ու զգացումով, դա հեռացնում է անապահովությունը մեր սրտերից, քանի որ գիտենք, որ Քրիստոսը հավատարիմ է, Աստված հավատարիմ է։ Եթե Աստված ասում է, ես երբեք քեզ չեմ թողնի եւ չեմ լքի, ապա հավատում ենք նրան, որտեղ Աստված մարդ չի, որ ստի։ Երբ Հիսուսը աշակերտներին ասաց. «Գնացեք եւ քարոզեք ավետարանը, սովորեցրեք մարդկանց այն ամենը, ինչ ես սովորեցրել եմ», Հիսուսը նաեւ ասաց. «Ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչեւ աշխարհի վերջը»։ Աստված մեզ չի լքում, չի հեռանում, մեզ չի թողնում մենակ, չի ասում դարձակ քրիստոնյա, դե գնացեք, մենակ է։ Եվ մենք պետք է հանգստանանք, խաղաղվենք այս իրականության մեջ, որ մենք պատկանում ենք Հիսուս Քրիստոսին, որ ամեն դժվարության մեջ նա մեզ հետ է։ Մենք պատկանում ենք Քրիստոսին։ Մենք պետք է անընդհատ հիշեցնենք սա ինքներս մեզ։ Դրա համար էլ Պողոս առաքյալն ասում է, որ Հռոմի հավատացյալները կանչված են պատկանելու Հիսուս Քրիստոսին։ Այսքան այսօր։ Աստծո շնորհով վաղը կշարունակենք։ Եկեք ավարտենք Հայր մեր աղոթքով։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, թող քո արքայությունը գա, թող քո կամքը կատարվի երկրի վրա, ոնց որ երկնքում։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, Տեր, եւ ների մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին, ու մի տանի մեզ փորձության, այլ փրկի մեզ չարից, քանի որ քոնն է արքայությունը, զորությունն ու փառքը հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ու քանի որ խնդրեցինք Աստծուն, որպեսզի նա ների մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին, խնդրում եմ, ով կա ձեր սրտում, ում չեք ներել, ով կա ձեր սրտում, որի հանդեպ պահում եք վիրավորանք ու դառնություն, բաց թողեք, նշեք նրա անունը Աստծո առաջ եւ ներեք ու բաց թողեք։ Եթե դժվարանում եք, ասեք Տեր, օգնի, որ ներեմ, ես ուզում եմ ներեմ, փոխի իմ սրտի ցանկությունը, ես ներում եմ խնդրում, որ դժվարանում եմ ներել, օգնի ինձ ճշմարտացիորեն ներել, անգամ երբ ստիպված եմ ամեն օր դա անել, օգնի ինձ, որ չարը այդ վիրավորանքը չկարողանա դանակի պես ամեն օր օգտագործել, իմ սրտից արյուն բերել, ինձ լցնել ատելությամբ, օգնի ազատվել աններողամտության կապանքներից եւ ներեք, տեքստ ուղարկեք, զանգահարեք, գնացեք, այցելեք, ասեք ներում եմ, անկախ նրանից դու կընդունես իմ ներումը, չես ընդունի, ես ներում եմ, ներեք, ազատվեք կապանքներից, ներեք անգամ մահացած գնացածներին, եթե ձեզ ցավ են պատճառել, անգամ եթե ցավ են պատճառել իրենց մահով, ներեք եւ բաց թողեք, ներեք իշխանավորներին, ներեք ընդդիմադիրներին, ներեք ձեր երեխաներ ներեք ձեր ծնողներին, ներեք, որ հիասթափացրել եք իրար,
Ներեք նաև ինձ, եթե ես եմ որևէ մեկին երբևէ ցավացրել ու հիասթափացրել։ Հիշեք, մենք մարդիկ ենք, մենք կատարյալ չենք։ Այսքանը այսօր, Աստված օրհնի ձեզ։